60-ական, 70-ական թվականներին մեր Երևանի մեքենաշինական գործարանը թողարկել էր 3 էլեկտրոմոբիլ։ Հա, պատմեմ այդ մասին, քանի որ մեր բնակչության մեծ մասը չգիտի երևի, շատ քիչերը գիտեն։ Քանի որ հետաքրքրված էի դիզայնով, այն էլ մեքենաշինության, ավտոմեքենաշինության դիզայնով, ես երրորդ կուրսից գնացի, ընդունվեցի Երազ ավտոմեքենա գործարան, այնտեղ ինձ վերցեցին, դիզայներ բառը չկար, գլխավոր կոնստրուկտորի օգնական որպես, դասերից հետո ես բազում էի օրվա կես այնտեղ էի անցկացնում, եւ արդեն պարզել որ դիպլոմս պետք է լինի մեքենայի հետ կապված, այժանակ պարզվեց, որ արդեն նախագծվում է էլեկտրոմոբիլ, բեռնատար մեքենա որպես 1 տոննա տարողությամբ, որի կմախքը կամ թափքը պետք է կառուցվեր Երազ գործարանում, իսկ ներքին ամբողջ կառուցվածքը, ակումուլյատոր, հաշվիչ մեքենաներ եւ այլն ժամանակվա տեխնիկաները այն չէր ինչ որ այսօր, բայց տեխնիկական մասը ապահովում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի մի ամբիոն, հիմա կհիշեմ անունը կասեմ, Էմիլ անունով մեկը կար, ազգանունը չեմ կարող հիմա շել, ներողություն եմ խնդրում, որտեղ շատ հետաքրքիր անձնավորություններ առաջնադեմ եւ իր այդ գյուտի կամ ստեղծագործության հիման վրա Երազ գործարանում արդեն իմ դիպլոմը ավարտելուց 1 տարի հետո պատրաստվեց 3 հատ Երազ ավտոմեքենա